Կառավարության հերթական նիստն էին անում աշխատանքից հետո, որտեղ գերագույն գլխավոր ԽԺԳ էլի սկսել է ժողովուրդը աղքատ է, ժողովուրդը տգետ է, ժողովուրդը անխելքա, կրթություն չունի եւ այլն եւ այլն։ Այո, երևի որ երևակայի ես էլ քո տեղը լինեի, այսքան անհեթեթությունը անհեթեթության հետևից դուրս տայի ու ժողովուրդը ոչ մի քայլ չաներ, երևի ես էլ կմտածեի քո նման, որ այս ժողովուրդը տգետ է, այս ժողովուրդը անխելք է, չգիտեմ էլի, երևի հենց ինատու էլ անում ես ամեն անգամ նոր անհեթեթություն ասելով ու հերթական անհեթեթությունը բրենդավորելով փորձում ես հասկանալ ու ժողովուրդն էլ այդ ամեն ինչը ընդունելով ոչ մի քայլ չանելով քո մեջ վերլուծում ես, կցմբռնում ես, որ այս ժողովուրդը տգետ է, որովհետև դու անհեթեթություն ասում ես, ժողովուրդն էլ բան չի ասում։ Այո, ժողովուրդը աղքատ է, ու այս ժողովուրդը այդքան աղքատության մեջից նայելով քո հորական տան վիճակը, նայելով ձեր Երևանյան տան պատերի գրիչով ներկած մարկերներով, ֆլոմաստերներով վիճակը, քեզ իրա նման աղքատ մեկին, իրա աղքատությունից, իրա նման մեկին բերեց իշխանության, հաստատ չմտածելով, որ պետքա միակ նպատակը այն պետքա լինի, որ պետքա գաք ու էլ աղքատ չլնեք դուք։ Այսքանից հետո էլ այդքան ասելու, մտածելու իրավունքը հաստատ ունեք էլի։ Այո, ես իմ նախորդ վիդեոներում էլ եմ ասել, ժողովրդի մի ստվար հատված տգետ է, ոչ թե տգետ է, եւս մեկ անգամ ներողություն ոչխար է, որ կարա այսքան հանդուրժի ու ծափ տա, բայց հաստատ ժողովրդի տգետությունն ու ոչխարությունը անսպառ չեն, հաստատ համբերության բաժակը նույնիսկ տգետների ու ոչխարների մոտ լցվելու է։